Ձեր տունն է սա։ Հա։ Կարելի է միա ձեր Ինչ նշում է, Ազիզ ջան։ Հասկանանք տան անդամները բոլորը կամ բացականները ովքեր են։ Բացակա չունենք, սա լրիվ թամա։ Դրա համար մի հատ ցուցակով հասկանանք, էլի։ Խոսքը Փարաքարում մարտի 30-ին անցկացվելիք ընտրության ցուցակների մասին է։ Մինչև դրանց վերջնական ճշգրտումը նրանք շրջում են տուն առ տուն, ճշտում ընտրացուցակներում հաշվառված տվյալ հասցեում բնակվող քաղաքացիներից քանիսն են ներկա։ Ցուցակների բազաբանումները հասկանանք տան անդամները այստեղ են, թե այստեղ չեն։ Պարզվեց Փարաքարի բնակիչ Վլադիմիր Մովսիսյանի տան հասցեում հաշվառված են քաղաքացիներ, որոնք փաստացի այդտեղ չեն բնակվում։ Ժանավես երեխան աստղը գրանցված էլի։ Գրանցված աստեղ։ Հա, ստեղ հələ դուրս չեն եկել, իրենք տուն են ստացել, հələ դուրս չեն եկել։ Դուստրն էլ այստեղ չի բնակվում, բայց վստահեցնում է ընտրություններին կմասնակցի։ Արարատ Սարգսյանի աղջիկն էլ է այլ համայնքում ապրում, բայց մասնակցության հարցում վստահ չէ։ Այդ աղջիկն ամուսնացած եմ ասում։ Այսինքն պալասիում չի բնակվում։ Բայց գրանցված է այստեղ։ Գրանցված է։ Մասնակցելու է ընտրությանը։ Չեմ կարող ասել։ Նման շրջայցերի միջոցով ընտրացուցակների ճշգրտումը դժվարին, սակայն վստահելի եղանակներից մեկն է։ Ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանության ներկայացուցիչները հայտնաբերում են անճշտությունները եւ զեկուցումների միջոցով շտկում, ներկայացնում է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը։ Հաճախի հայտ են գալիս այն դեպքերը, երբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող անձը մահացած է լինում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, եւ ուրեմն տվյալը շարունակում է մնալ բնակչության պետական ռեգիստրում եւ անձը կարող է նաեւ այդ տարբերակով հայտնվել ընտրողների ցուցակներում։ Սա էլ հաճախ հետագայում շահարկումների առիթ է հանդիսանում։ Բնականաբար դա պարզապես ուրեմն գործող մեխանիզմների արդյունք է, որ ավտոմատ տարբերակով Հանրապետության սահմաններից դուրս գրանցված մահը չի կարող ուրեմն դուրս բերվել անձի տվյալները բնակչության ռեգիստրից։ Հաջորդ եղանակը, որը նոր է կառույցում, էլեկտրոնային կայքի գործարկումն է։ elections.mia.gov.am կայքում հրապարակվել են Փարաքարում եւ Գյումրիում մարտի 30-ին անցկացվելիք թիմ ընտրությունների նախնական ցուցակները։ 2024 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններով այլևս դադարեցված է թղթային տարբերակով ծանուցումների պրակտիկան։ Սա նշանակում է, որ ծանուցում է համարվում ցուցակները կայքում հրապարակելը, հայտնում է ծառայության պետը։ Հնարավորություն ունեն որոնում կատարելու ինչպես ընտրատեղամասի իմաստով, այնպես էլ այդ ընտրատեղամասի հասցեն գտնելու իմաստով։ Իրականում շատ դժվար է կշռել, թե ինչքանով էր արդյունավետ աշխատում թղթային ծանոթման այդ ինստիտուտը, որովհետև մենք իհարկե յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ունեն մենք հսկայածավալ վերադարձված թղթային նամակներ, որոնք ուղղակի չէին հասնում հասցեատերերին, ել չեմ ասում աղբամաններում հայտնված մեծ ծավալի ուրեմն նամակներ կամ նույնիսկ հասնելու եւ պատշաճ ծանոթվելու պարագայում գուցե եւ մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում համենայն դեպս այդ եզրակացությանն ենք հանգել, որ շատ ցածր էր այն մարդկանց տեսակարգաշիռը, որ իսկապես բացում է նամակը, կարդում է, իրազեկվում է այդտեղից եւ հենց միայն այդ եկած նամակի միջոցով է, որ ինքը գիտի ուր մոտենալ։ Օրինակ Երևանի ավականու վերջին ընտրությունների ընթացքում միայն թղթային ծանուցումների ծախսը կազմել է մոտ 272 միլիոն դրամ։ Դրանց կրճատումը նշանակում է ֆինանսների լուրջ խնայողություն։ Իսկ կայքի միջոցով ծանուցման գործընթացը բարդ չէ, ներկայացնում է Նելի Դավթյանը։ Բավական է մի քանի տվյալ լրացնել եւ ճշտել ընտրացուցակում լինելու հանգամանքը։ Պարզ է, որ պոպուլյար անուն ազգանունների պարագայում շատ արդյունքներ է բերելու համակարգը, դրա համար խրախուսելի է հնարավորինս մանրամասն լրացնել։ Եվ ուրեմն միանգամից վայրկյանների ընթացքում հայտնվում է մնացած անձնական տվյալները, ինչպես նաև տեղամասի համարը եւ հասցեն։ Թիմ ընտրություններին կարող են մասնակցել քվեարկության օրվա դրությամբ տվյալ համայնքում առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի չափահաս քաղաքացիները, իսկ 18 տարին լրացած օտարերկրյա քաղաքացիներն ու փախստականի կարգավիճակ ունեցողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել, եթե համայնքում հաշվառված են առնվազն 1 տարի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք համապետական ընտրություններին մասնակցել չեն կարող։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետը հորդորում է ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց արդեն իսկ որոնել եւ գտնել իրենց անունները ընտրացուցակներում։ Եթե նրանք բավարարում են նշված պահանջներին, սակայն իրենց անունները բացակայում են ցուցակներից, ապա պետք է դիմել անձնագրային բաժին։ Պետք է մոտենա անձնագրային տարածքային գրասենյակ եւ անձնագրի փոխանակման դիմում ներկայացնի, որպեսզի քվեարկության օրը վավեր անձնագրով կարողանա մասնակցել ընտրություններին, այսինքն այնուամենայնիվ իհարկե իր ընտրելու իրավունքը իրացնելու հնարավորություն լինելու է։ Եվ նույնիսկ այն իրավիճակներում, երբ քվեարկության օրը
անձը կհայտնաբերի, որ իր անունը չկա ընտրողների ցուցակում, տվյալ օրը եւս դեռ մինչև քվեարկության ավարտը հնարավորություն կա մոտենալու անձնագրային ծառայություն, տվյալ պարագայում պարտադիր տարածքային անձնագրային ծառայություն եւ ուրեմն լրացուցիչ ցուցակներում ներգրավելու, ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու եւ այդ տեղեկանքի միջոցով անձը այն ամենայնիվ կիրացնի իր ընտրելու իրավունքը։ Ընտրողների նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 20-րդ օրը։ Վերջնական ցուցակները 7-րդ օրը նշում է Դավթյանը։ Ընտրացուցակների նախնական տվյալների համաձայն Գյումրիում ընտրողների թիվն այս պահին կազմում է 111666։ Հիշեցնեմ, որ սա նախնական ցուցակների համաձայն թիվը մինչև վերջնական ցուցակ մի փոքր կտարբերվի եւ այս թվում մենք ունենք ինչպես ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձինք, այնպես էլ օտարերկրացիներ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված փախստականի կարգավիճակով անձանց թիվը իմ նշած ընդհանուր թվում կազմում է 1058, իսկ օտարերկրացիների թիվը 2188։ Իսկ փարաքարի ընտրողների թիվը այս պահին կազմում է 21090, այդ թվում 523 ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձ եւ 172 օտարերկրացի։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։